նաև այստեղ գալուց Արարատ լեռը ամեն օր ձեր մեր բոլորի աչքի առաջ է։ Մի բան հիշեցի, բարեկամ ունեին, որ 46 թվին Պարսկաստանից գաղթել էին Հայաստան եւ պատմում էր հետո, որ դե հիշում եք 46 թիվ բոլշևիկյան իշխանություն, դաշտում որ աշխատում էին, հետո գալիս էր ընդմիջման ժամը, ասում որ նստում էինք, որ հաց ուտենք, եթե նստում էինք այնպես, որ դեմը մասիսներ, բրիգադիրը գալիս ասում էր, այդպես մի նստեք, պտտվեք մեջքով նստեք, որ նայեք անդադ հաց ուտելուց մասիսին, ձեր մեջ ազգային բաներ կառաջանա եւ այլը եւ այլը։ Հիմա նույն բանը անում է այս տղան։ Նենց որ նկատի ունեցեք, սրանց ներկայությունը մեզ ինչից է զրկում։ Տեսեք, ով է պաշտպանում սրան։ Ալիևը ամեն ինչ անում է, որ սա մնա իշխանության, որովհետև գիտի երբ ուզենա կուլ կտա, Արևմտյան Ադրբեջան, 300 ադրբեջանցի նաև այս ամբողջ Արարատյան դաշտում եւ մեր սահմաններում, պաշտպանում է Թուրքիայի արտգործնախարար, ասում է շատ ճիշտ քաղաքականություն է, մենք աջակցում ենք այդ քաղաքականությունը, Ֆիդանը։ Բայց ոչ մեկը Ֆիդանին հարց չի տալի, ասի դուք ուզեիր, որ Թուրքիայի նախագահալներ Սուտասան, վախկոտ, սարսափելի շատ փող սիրող մարդ։ Բայց մեր հակառակորդներին պետք է, որ Հայաստանում նման մարդիկ իշխանություն լինեն, որ Հայաստանի հետ ինչ ուզենան անեն։ Ժողովուրդ ջան, ամենավտանգավոր բանը, դուք գիտեք, որ պետական ամբողջ իշխանությունը, ուժային կառույցները, բոլոր գերատեսչությունները դարել են կալպագիտակ, մի մարդու սումով շարժվող եւ ենթարկվում են մի մարդու եւ մարդկանց մեզ սերմանում են վախ։ Ով մի բան անում, հետևից գնում են, այսօր ունենք տասնյակ ու տասնյակ քաղբանտարկյալներ, մեկը մի բան է խոսում, հետևից գնում են, սկսում են զգուշացնել։ Այդ վախը պետք է մեր միջից հանենք։ Եթե մենք ուզում ենք այս հողի վրա մեր երկրում տիրոջ պես ապրենք, մեր երեխեքը այստեղ մեծանան, ապագա ունենան, պետք է այդ վախը հանենք։ 10 հոգու կարող են ճնշել, 100 հոգու կարող են ճնշել, բայց 1000, 10,000 հոգու չեն կարող ճնշել։ Մոռացեք, ամեն մեկ իր համար է պատասխանատու։ Մասնակցության կարևորության մասին Պարոն Սաղաթելյանը ասեց, ինչքան շատ լինի մասնակցությունը կբացառվի սրանց վերարտադրվելը։ Հիմա եկեք նաև նայենք, որ սրանք ասում են խաղաղություն, երբ է եղել իրական խաղաղություն։ Մեր Դաշինքի առաջնորդի Ռոբերտ Քոչարյանի երկրորդ նախագահի իշխանության տարիներին եղել է ամենախաղաղ ժամանակները, ոչ միայն Ադրբեջանը չի ռիսկ արել մի հատ քայլանի դեպի այս կողմ, ունեցել ենք ուժեղ նաև կազմակերպված պաշտպանված Արցախ, բայց նաև մեր երկիրն է զարգացել։ Հիմա նայեք, պարզ թվեր եմ ասում, չէ՞, պարզ թվեր։ Սրանք այս ամբողջ տարիների մեջ որ մի լավ գործ են արել, այս բաները, ասֆալտ են արել։ Ինչքան գիտեմ, ամբողջ Հայաստանում մի նոր ճանապարհ են սարքել, Արաբկիր թաղամասում մեջ 70-80 մետրանոց մի ճանապարհ են սարքել, նոր ճանապարհ։ Այդ ասֆալտն էլ, բոլոր փողոցները, որտեղ ասֆալտ են արել, 2-3 տարի մեկ նորից են ասֆալտ արել, Հիմա այդ հարցի պես այս տարի ձուն եկավ, Երևանում որ պտտվեք, լրիվ փոս է։ Ասֆալտն ինչ են անում, որ մարդկանց խաբեն եւ ասֆալտով փող աշխատել ամենից հնարավորությունն է։ Վաղ որ սրանք չլինեն իշխանության, դուք կտեսնեք, թե իրական թալանը Հայաստանի պատմության մեջ երբ է եղել։ Իսկ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին Հայաստանի արտաքին պարտքը եղել է ընդամենը 1.4-1.6 միլիարդ դոլար։ Հիմա 18 թվին 7 միլիարդ էր, հիմա արդեն 15 միլիարդ է։ Մի մտածեք, որ դա պետության պարտն է, մեր բոլորի պարտն է։ 1.6 միլիարդից հասցրել են 15 միլիարդի։ Քոչարյանն եկել է իշխանության 98 թվին, աղքատությունը Հայաստանում եղել է 56%։ Քոչարյանը գնացել է, իր ժամանակը լրացել է առանց նորից շարունակելու մնալու, թողել գնացել է, աղքատությունն եղել է 24%։ Անցել է քանի տարի, 18 տարի, աղքատությունը 22-23% Հայաստանում։ Եվ որ սրանք ասում էին, աղքատությունը վերացնելու ենք։ Թոշակները
98 թվականին միջին կենսաթոշակը եղել է 6000 դրամ, հիշում եք այն ժամանակները, եւ ամիսներով աշխատավարձեր չէինք ստանում, թոշակներ չէինք ստանում։ Քոչարյանը գնացել է 2008 թվականին միջին կենսաթոշակը եղել է 30000 դրամ։ 5 անգամ աճել է 10 տարում, անցել է 18 տարի, միջին կենսաթոշակը այսօր 49000 դրամ է, 50%-ով աճել, 500% ընդեղ, 50% ստեղ։ Աշխատատեղերը, ժողովուրդ ջան, հիմա շատ են խոսում աշխատատեղերի մասին։ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին, առաջի 2 տարին դեռ շատ բարդ էր, մինչև վերականգնվեցինք, 2000 թվականից մինչև 2007 թիվը ներառյալ ամեն տարի ստեղծվել է 25000-ից 45000 աշխատատեղ։ Ամեն տարի հաշվետվություն ենք ներկայացնում, մեկ առ մեկ գրած, որտեղ, որ ոլորտում, որ հիմնարկում քանի աշխատատեղ է ստեղծվել։ Ասացի, սրանք մենակ ասֆալտ են լրել։ Մի հատ նայեք Քոչարյանի օրոք ինչեր է կառուցվել։ Ինչքան նոր ճանապարհներ, կամուրջներ, հսկայական ճանապարհներ, ինչ ասես։ Մի հատ որ դրանք շարքով նայեք, կիմանաք թե տարբերությունը իրական որն է։ Դեռ չեմ խոսում անվտանգության մասին, ինչքան անվտանգ եղել, Արցախ ենք ունեցել եւ այլն։ 2-3 բան կասեմ, որ մեր թիմը, մեր առաջնորդը անվտանգության առումով, ուժեղ արտաքին քաղաքականության առումով բացառիկ է, կարծում եմ ոչ մեկը չունի, գաղտնիք չունի, բայց հիմա գալիս ենք ընտրության, նաև պիտի պարզ բաներ ասենք մեր ժողովրդին։ Օրինակ, ասում եմ, որ մեր ծրագրով մենք գալու ենք եւ առաջի 2 տարին 27 եւ 28 թվերին գույքահարկը 25%-ով էժանացնելու ենք։ Հիշում եք 4 տարի 25% բարձրացրեցին, 100%-ով գույքահարկը բարձրացավ, որը վերաբերում է մեզանից յուրաքանչյուրին։ Իհարկե, դա չի վերաբերվելու գերթանկարժեք դղյակների, թանկարժեք գույքերի։ Հաջորդը, ես անձամբ խոստանում եմ եւ ծրագրում գրելու ենք, որ Հրազդանի Զորինկից կառավարական դաչայում ոչ մի նախագահ, ոչ մի պաշտպանության նախարար, ոչ մի Ալեն Սիմոնյան, ոչ մի վարչապետ չի ապրելու։ Այդ դաչաները փակվելու են եւ տրվելու է մեր զինվորների վերականգնմանը զինվորի տոն ծրագիրը։ Փակվելու է նաեւ Սևանի ամառանոցը, որը դառնալու է սոցիալական անապահով մարդկանց երեխաների համար կարևոր մի տեղ։ Հարկերի վերաբաշխումը, տարիներ շարունակ այս մասին խոսվել է։ Ի վերջո, ամբողջ հարկերը հավաքվում են, կենտրոնում են պետական գանձարանում եւ դրա փոքր մասն է, որ գնում է համայնքներ, մարզեր։ Այստեղ էական վերաբաշխում կլինի, որ պետական միջոցների մի զգալի մասը տեղափոխվի մարզեր, համայնքներ, գյուղեր, որ գյուղերն էլ զարգանան։ Մենք հիմա սարսափելի վիճակում ենք, հատկապես սահմանամերձ գյուղերի, փոքր գյուղերի պարագաներում։ Եվ մի բան էլ ասեմ, ժողովուրդ ջան, կարծում եմ կարևոր է։ Օրենքով արգելվելու է պետական պաշտոնյաների կամ նրանց կանանց ու ընտանիքի անդամներին բարեգործական հիմնադրամներ ստեղծել, որ ժողովրդի փողը չհավաքեն ու Աստված գիտի ինչ անեն։ Ծրագիրը կլինի, ավելի մանրամասն խոսենք, բայց որ այս ուժը ունի ռեալ պատկերացում եւ փորձառություն եւ այս ուժի իշխանության պարագայում կտեսնեք, որ տարիներ անց մենք իսկապես կունենանք ուժեղ, արժանապատիվ, հպարտ երկիր, որը կկարողանա բոլորի հետ խոսել հավասար